Ծափաթաղի 3-ամյա բնակչի սահմռկեցուցիչ սպանությունը ցնցել է ամբողջ հանրապետությունը։ Հոկտեմբերի 27-ից որոնվող փոքրիկի անշնչացած մարմինը գյուղի դաշնամիջյան հատվածում հայտնաբերելուց ժամեր անց հայտարարվեց, որ Տիգրանը խեղդամահ է եղել հոր ձեռքով։ Նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Սպանության վարկածն առաջին իսկ օրվանից եղել է իրավապահների ուսումնասիրության շրջանակում։ Տիգրանի հետ խաղալու գնացած, այնուհետև միայնակ վերադարձած համր եղբայրը դեպքի հաջորդ օրը մի քանի անգամ ցույց էր տվել պարանոցը։ Եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է։ Տիգրանի մարմինը գտնելուց հետո որոնողական աշխատանքներին միացած կամավորները հայտնեցին, որ այդ վայրում եղել են եւ ոչինչ չեն նկատել։ Նախարարը նաեւ մանրամասներ է հայտնում Տիգրան Հովհաննեսովին գյուղի դաշնամիջյան հատվածում գտնելու առեղծվածի մասին։ Երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սանրում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների։ Հաշվի առնելով հարցի զգայունությունը այլ տվյալներ հաղորդել չեմ կարող, բայց վստահաբար կնշանակվեն եւ արդեն իսկ նշանակվել են որոշ փորձաքննություններ, այդ թվում նաև առողջական վիճակի մասով մնացյալ հարցադրումները պարզելու տեսանկյունից եւ վստահ թեման կոմունիկացվել է նաև տարածքային միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ, որպեսզի նաև ընտանիքում բնակվող մնացյալ երեխաների մասով կոնկրետ որոշումներ կայացվեն եւ ընթացք տրվի։ Կադրում որդուն խեղդամահ անելու համար մեղադրվող հայրն է։ Վաղ առավոտից իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Հովհաննեսովների տանը, հարցաքննել ընտանիքի բոլոր անդամներին։ Կատարվածից ծափաթաղցիները շոկի մեջ են, չեն կարողանում հավատալ, թե ինչպես է հայրը կարողացել գնալ այդպիսի անմարդկային արարքի։ Հանելուկային նշակ։ Նախկինում նման դեպքեր ագրեսիվ վարքի եղել է հոր կողմից, չեմ լսել, չեմ նկատել։ Դուք ասում եք, որ չեք հավատում, հա, նման բանի։ Հիմա փաստացի, երբ որ նախարարը անձամբ այդ մասի խոսում հաստատում են։ Ոչինչ չեմ կարող ասել։ Կատարվել է դիակի արտաքին զննություն։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ խեղդամահ արված երեխայի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Սպանության հոդվածով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 50-ամյա Արմեն Հովհաննեսովը ձերբակալվել է։ Արթուր Հակոբյան, Հերմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։